Դադունց հարցս հետևյալին է վերաբերվում, ուրեմն միևնույն դատավորը, որը եւ մեղադրանք ներկայացնում եւ գործով դժող կողմը, որը տևական ժամանակ թաքցնում է, որ ինքը խնդիր ունի, խնդրեմ ունի տվյալ անձի հետ կապված, այսինքն թաքցրել այն հանգամանքը, դատավորը թաքցրել այն հանգամանքը, որ մեղադրյալի հետ կապված ունի խնդիրներ եւ չի ասել դրա մասին, արդյոք ձեր կարծիքով դա նորմալ է դատական պրակտիկայում եւ եթե դատավորը մեղադրյալի հետ կապված նույն դատական գործով ունի այլ հայց, եթե իրավաբանորեն ճիշտ չեմ ձևակերպում, ներողություն եմ խնդրում, արդյոք իրավունք ունի դատավարությունը շարունակելու։ Շնորհակալություն, իհարկե կոնկրետ գործի հանգամանքներն է պետք նայել, բայց կա դատավորի ինքնաբացարկի եւ դատավորին բացարկ հայտնելու ինստիտուտը, մանրամասն կարգավորված է եւ դատական օրենսգրքով եւ դատավարական օրենսգրքերով։ Դատավորը, եթե գտնում է, որ կան հանգամանքներ, որոնք կարող են շահերի բախման, եւ իր անաչառության ուրեմն վրա ազդել, իհարկե դատավորը պարտավոր է դրանք բացահայտել։ Եվ նա այլ կողմերն էլ ունեն իրավունք դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես գալ, եթե գտնում են, որ կան հանգամանքներ, որոնք կարող են ազդել իր անաչառության վրա։ Նաև կան կարգավորումներ այն առումով, որ դատավորը կարող է կողմերին առաջել, անտեսել ինքնաբացարկի հիմքերը, եթե հիմնավորում է, որ ինքը կարող է, չնայած որ առերևույթ այդ հիմքերը կան, ինքը կարող է տվյալ դեպքում հանդես գալ որպես անաչառ դատավոր։ Ամեն դեպքում օրենսդրությամբ այս բոլոր հարցերը կարգավորված են, իսկ կոնկրետ դեպքում էլի կրկին հաշվի առնելով, որ գործի հանգամանքներին ծանոթ չեմ, կոնկրետ դեպքում կշարունակեմ, արձագանքից հետո։ Տեսեք, կոնկրետ հստակ դեպք է, եթե պետք է նաև ես ձեզ գրավոր կդիմեմ, կոնկրետ դատավորը հանդիսանում է տվյալ մեղադրողի նաև տուժող կողմ։ Դատավարական ընթացքում հանդիսացել է տուժող կողմ, տևական ժամանակ թաքցրել է այդ հանգամանքը, հետո որ ի հայտ է եկել, ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել եւ դատարանը չի ընդունել։ Այսինքն տվյալ դատավորը շատ ավելի պարզ ասեմ, կարող է համ դատավոր լինի, համ գործող տուժող։ Կարծում եմ, որ չէ, ինչքանով որ ես էլ եմ իրավաբանների հետ խորհրդակցել, նման բան չկա եւ նաեւ տվյալ պարագայում արդյոք արդարադատության նախարարությունը իրավասու չէ այդ հարցով դիմել բարձրագույն դատական խորհուրդ։ Եթե մենք խոսում ենք արդարությունից, արդարադատությունից, ուրեմն մենք պետք է նաև վստահելիության այդ շեմը ունենանք եւ ի վերջո մեր հայրենակիցները վստահ լինեն, որ որոշում կայացնող մարմինները կամ ատյանները անաչառ որոշում են կայացնում։ Այս պարագայում արդեն անաչառության մասին խոսք լինել չի կարող։ Շնորհակալություն։ Այո, ես չհասցրեցի ավարտեմ։ Եթե նման հիմքեր կողմերը գտնում են, որ առկա են եւ գտնում են, որ դատավորը պարտավոր էր բացարկ հայտնել, բայց չի հայտնել, կամ կարող են դա հետագայում հիմք վերցնել, օրինակ դատական ակտի բողոքարկման հիմքում դնել, հաշվի առնելով հիմնավորելով, որ դատանը տվյալ դեպքում չէր կարող հանդես գալ դատավորը որպես դատարան, որովհետեւ անաչառ չի եղել, եւ այո, երկրորդ լուծումը գործը ավարտելուց հետո կարող են դիմել արդարադատության նախարարություն, հիմնավորելով, եթե գտնում են, որ խախտում կա դատավորի վարքագծի մեջ եւ արդարադատության նախարարությունը, եթե կգտնի, որ առերևույթ նման հիմքեր կան, կարող է հարուցել կարգապահական վարույթ եւ կարգապահական վարույթի հարուցման ընթացքում էլ բարձրել այդ հանգամանքները եւ հիմնական եւ վերջում գտնելով, որ հիմնավորված է առերևույթ խախտման առկայությունը, դիմել բարձրագույն դատական խորհուրդ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Նաև կողմերը կարող են դիմել նախարարությունից բացի նաև էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որը նույնպես օժտված է նման իրավասությամբ։